նոր սարդարապաշտություն եւ մեզնի յուրաքանչյուրը պարտավոր Բարի երեկո Tribune հարթակի եթերում կարճ միացում հաղորդաշարն է։ Ձեզ ենք ներկայացնում անցնող շաբաթվա ամենահետաքրքիր իրադարձությունների քննարկումները։ Գնացինք։ Այսօր մեր հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Ողջույն պարոն Քոչարյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Քոչարյան, անցած շաբաթվանից սկսած կարծես չի էլ անցած շաբաթը դեժավյու է, երկրորդ շաբաթը շարունակ իշխանությունը պատերազմ է հայտարարել հայ առաքելական եկեղեցուն։ Կարիք չկա կրկնելու երևի այն բառամթերքը, որը կիրառվում է սոցցանցերում, իրականում այդ հայտարարությունները, որոնք հնչել են հրապարակային եկեղեցու սպասավորների մասին, նորից պետք է կրկնվենք երևի, բայց ինչ օվերտոնի պատուհանել չէ, դարպասներ ընդհանրապես բացեց այս իշխանությունը, մի ամբողջ դարպաս, ու կա արդյոք սրա դեմն առնելու միջոց, բացի դա բավարար էր արդյոք ըստ ձեզ այս կոնտեքստում հայ առաքելական եկեղեցու պատասխանը իշխանության այս սկանդալային եւ սրբապիղծ կեցվածքին ըստ ձեզ։ Սկսենք նրանից, որ ես կարծում եմ ինքը ամեն ինչն է բացել, Պանդորայի արկղել է բացել, օվերտոնի պատուհան ու դարպասել է բացել եւ վստահ եմ, որ դա ինչ որ մի օր բումերանգի նման շուռ է գալու իրենց դեմ։ Ոնց որ ատելությունը, որը իրանք սերմանեցին դեռ 7 տարի առաջ, հիմա իրենք բողոքում են, հա, տեսնում ենք Աննա Հակոբյանը ոնց է բողոքում, որ այդ ատելությունը իրենց դեմ է, իրենց գեներացրած ատելությունն է։ Հիմա իրենց բացած այդ Պանդորայի արկղերն ու օվերտոնի պատուհանները մի օր հաստատ թակելու են իրենց դուռը, ես դրանում կասկած չունեմ, բայց ինչ վերաբերվում է իսկ ինչ պետք է անել, ես վստահ եմ, որ պետք է ընդհանրապես իգնոր անել կամ ինչպես ժողովուրդն է ասում, շանտեղ չդնել։ Պատասխանը, գիտեք, պատասխանը այսպես է, մեկը ասում է, որ թույլ է, մյուսը ասում է շատ լավ է, մեկը ասում է դե տենց էլ պետք է լիներ։ Իրենք եկեղեցականները ասում են, որ մենք այո, պետք է ներենք բոլորին, բոլորը հա մեր զավակներն են եւ այլն։ Դա այդտեղ ես կարծում եմ, եթե խոսքը նրա մասին է, որ պատասխանը խոսքի մակարդակով շատ adekvat էր։ Այստեղ խնդիրը նրանում է, իսկ պետք էր արդյոք գործողություն, բնականաբար խոսքը եկեղեցական, հա, գործիքակազմի մասին է, չգիտեմ, բանադրել, նզովել, զանգեր խփել, դա այդտեղ ես չեմ ուզում խառնվեմ, երևի իրենք ավելի լավ գիտեն, երբ ինչ անեն։ Այնուհանդերձ, եթե անգամ անդրադառնում ենք պարոն Քոչարյան, ինչպես անդրադառնանք սրան, որպեսզի չսպասարկենք իշխանական զույգի այդ մատուցած օրակարգը։ Ասում եմ, ցանկացած իրենց ընդհանրապես այո, պետք է իգնոր արվի, բայց դա իգնոր անելու համար, որպեսզի աշխատի այդ իգնորը, պետք է բոլոր այն լրատվամիջոցները, որոնք վրդովում են նման բաներից, ջղայնանում են, ընդունում են որպես վիրավորանք այս ամեն ինչը, պետք է պայմանավորվեն, հա, հասկանալի է, որ եթե լրատվամիջոց է, ամեն ինչը չի կարող իգնոր անել, հա, այնուամենայնիվ այսօր ինքը իշխանություն է եւ ինչ որ բաներ պետք է լուսաբանվի։ Ազգային ժողովի հարց ու պատասխանը, չգիտեմ ինչ է, թեև այդ նույն ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ, եթե նման արտահայտություններ են արվում, դա պետք է անտեսվի։ Ընդհանրապես 100%-ով պայմանավորված բոլոր այդ լրատվամիջոցների։ Որովհետև եթե ենթադրենք 3 անեն, 7 չանեն, դա չի աշխատի։ Բնականաբար։ Լավ։ Բայց ես ասում եմ լավագույն միջոցը եւ լավագույն զենքը դրա դեմ։ Որովհետև տեսեք, հիմա եկեղեցին իգնոր է անում, չէ՞։ Ինքը գնալով ավելի է բորբոքվում։ Այսինքն ինքը հենց դրանից է բորբոքվում։ Ամեն օր այդ հարցը դնում է, հա ամեն օր գրի, ես կարծում եմ դրա պատասխանը շատ լավ տվեց
Միքայել arczepiskopos Աճապարյանը, երբ որ ասեց, որ այ հա ձեռնոցը նետել, ամենք էլ այդ ձեռնոցը կթողեն գետնին ընկած։ Մի հատ էլ 5 հատ էլ ձեռնոց։ Շատ ճիշտ են անում։ Իսկ ով է նա, որ պատասխանի հայ առաքելական եկեղեցին, 1700-ամյա հայ առաքելական եկեղեցին, ինչի պետքա պատասխանի ամեն մեկի ինչ որ հիմար հարցադրմանը։ Լավ, ասում եք մեդիա դաշտը պետք է կոնսոլիդացվի, համախմբվի, հասկանան, որ իգնոր են անում, այսպես նրա բոլոր տեսակի արտահայտությունները, հայտարարությունները։ Էլի մի քիչ էլ բանանեմ, հա, ասես մի քիչ էլ փորեմ։ Դուք որպես քաղ տեխնոլոգ ինչպես եք արձագանքել դրան, առաջին ռեակցիան ձեր ինչ է եղել եւ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, պարզապես որպես մարդ։ Ամենաառաջին բանը, որ կարող եք բացել նայել քրոնոլոգիան իմ Facebook էջում, ես գրել եմ, ես զարմանում եմ, որ դուք մինչև հիմա զարմանում եք։ Դա առաջինն է եղել, հետո առանձնապես այդպես չեմ ոչ զարմացել եմ, ոչ զայրացել եմ, որտեղ դա այդ этаպները վաղուց անցել ենք մենք։ Զարմանալու, զայրանալու, ես փորձել եմ իգնոր անեմ։ Այսինքն, բայց դուք չեք համարում, որ սա իսկապես քաղ տեխնոլոգիա է, որը կիրառում է իշխանությունը ամենագլխավոր հարցերը կոծկելու համար։ Չգիտեմ, գլխավոր հարցերն է կոծկում, թե այլ հարցեր է լուծում սրանով։ Լուծում թեկուզ։ Դե, այո, տեխնոլոգիա է։ Ես դեմ եմ, որ ասում են դեղերը չի խմել կամ էսա այնա։ Շատ նպատակասլաց, մտածված արվում է, եւ ես ասում եմ դեղը։ Դու այդ նույն տեխնոլոգիան կա դրա դեմ իգնոր։ Էլի իգնորը։ Իհարկե։ Միանշանակ Իհարկե։ իգնորն էլ ասում են դուք կենգուրու եք, դուք ջայլամ եք, դուք ուրեմն եք ինչ որ կա, ուրեմն որ իրենք նկարագրում են ասում են ժողովուրդը անասուն է, ոչ լի, այսինքն այն ինչ որ դիմում են այդ բառերը, ուրեմն դուք դա եք, եթե չեք պատասխանում։ Իսկ եթե պատասխանում ես, իջնում ես ֆոնի վրա։ Թող ինչը թող ասեն։ Իրենք արդեն, տեսեք, իրենք մեդիա դաշտում ինչի են սենց հիմա բաները։ Իրենց ուժը, հա, այդ պոպուլիզմի, պրոպագանդայի, մեդիա դաշտի մանիպուլյացիաների մեջ էր։ Վերջին 1 տարին իրենց մոտ չի ստացվում։ Ամբողջ խնդրեմը եւ զայրույթը, հա, այս իշխող ձախողումն է։ Այն ոլորտի, ընդ որում այն ոլորտի ձախողումն է, որը իրենց մոտ հանճարեղ էր ստացվում երկար ժամանակ։ Հիմա դա նրանց բնականաբար հունից հանում է։ Ու ինչքան շատ իգնորան ես, ու թողես, որ ինքը գրի, թող գրի ինչ ուզում է գրի։ Հետո թող գրի։ Ենթադրենք, որ 7 տարի ամբողջ ընդդիմադիր մամուլը ինչ որ բաներ էր գրում։ Ինքը նույն իգնորը չէր անում։ Ինքը իգնոր էր, չի անում, ինքը իր օրակարգներ ձևավորում։ Այո, ինքը այդ տեխնոլոգիան էր օգտագործում։ Թող ես կմնել այդ տեխնոլոգիան օգտագործի։ Ոչ թե ընկնի զայրանա, պատասխանի, իհարկե, հենց էտա պայքարի մեջ էմոցիան ամենավտանգավոր բանն է եւ ամենասխալ։ Անկախ նրանից, պարոն Քոչարյան, թե ինչպես են շատերը որակում նաև այս վերջին տարիներին հայ-ադրբեջանական եկեղեցու դերը, պատմական փաստ է, որ այն մեր ժողովրդի կյանքում շատ մեծ դեր ու նշանակություն է ունեցել եւ ունի։ Ու այս պարագայում նաև չեմ կարող չհիշատակել, թեպետ վարչապետն էլ է դե ֆակտո շատ անդրադառնում, այսպես սաղմոսները կարդում իջեր անում, չեմ կարող չհիշատակել հենց Քրիստոսի պատասխանը փարիսեցիներին, որ կեսարինը կեսարին տվեք, Աստծուն Աստծուն, արդյոք պետք է կեսարին հարկեր վճարել, նշանակում է որ պետք չէ խառնվել պետության արչև պարտականությունները հոգևոր կյանքի հետ, բայց խառնել։ Նաև այնինչ պատկերված է փողի վրա, այսինքն պետության խորհրդանիշն է։ Հիմա այս պարագայում որտեղ է հոգևորի եւ աշխարհիկի սահմանը։ Միթե մենք հաշիվ չենք տալիս մեզ, որ այսինքն երևի իշխանությունը միայն հաշիվ չի տալիս, ժողովուրդն էլ թմբիրի մեջ է, չի արթնացել, որ այնպիսի ներքաղաքական խոր ճգնաժամի մեջ ենք ու օրհասական իրավիճակում ենք, որ եկեղեցին ու պետությունը անխոս պետք է միասին լինեին։ Ես այստեղ եկեղեցու դիրքորոշումն եմ ուզում հասկացած լինել։ Ես կարծում եմ եկեղեցին բազմիցս փորձել է դա անի, հա, որովհետև Սարդարապետի դեպքերից հետո հրավիրել վարչապետին Մայր Աթոռի այդ վերահոսմանը, վերաբացմանը,
Դե հենց դա էր Էլի նշանակում, ընդառաջ չէ, եկել։ ընդառաջ գնաց։ Մհմ։ Բազմիցս է փորձել։ Ես հիմա մեկ օրինակ ամենահաց Մհմ։ հայտուն օրինակը բերեցի, բայց շատ է եղել, ես կարծում եմ, որովհետև եթե հիշենք 7 տարի առաջ, հա, նոր Հայաստան, նոր ինչ որ կաթողիկոսներ, ինչ որ բաներ էին ասում, այսինքն այս առաջի փորձը չի։ Փորձեր եղել է, բայց իշխանությունը դա չի ուզում։ Խնդիրը եկեղեցին չի այս պարագայում։ Խնդիրը իշխանությունն է։ Մհմ։ Իշխանությունը չի ուզում։ Իշխանությունը փորձում է սահմանադրություն փոխել եւ այնտեղ փոխել հայ առաքելական եկեղեցու, հա, դերը այդ սահմանադրության մեջ։ Այսինքն ամեն ինչ անում է հակառակը։ Գիտեք, ես կարծում եմ, եթե դու անընդհատ ինչ որ մեկին ձեռք ես մեկնում ու այդ ձեռքը կամ ապտակում են, կամ չեն սեղմում, կամ ասում են գնա դու մերը չես, գիտեք, հեսա նույնը վերաբերվում է իդեպ Նիկոլ Փաշինյանին, երբ ասում է խաղաղություն, ինքը իր ձեռքը, այնտեղից նույնը ասում են, ցանկացած, հա, դաշինք, ընկերություն, ինչ ուզում եք անունը կոչեք, պայմանագիր, ցանկացած, պետք է ունենա երկու կողմ, եթե կողմերից մեկը չի ընդունում, դա չի կարող կայանալ։ Նույն պատկերն է, հասկանալի է, եթե կհիշեք, Արցախյան 44 օրյա պատերազմից հետո 21 թվականներ կարծեմ, որ կաթողիկոսը աննախադեպ էր դա, որ առաջին անգամ մեր անկախությունից ի վեր պատմության ընթացքում պահանջեց վարչապետի հրաժարականը, այդ ժամանակ էլ էսպես sense շատ կարճ լեզվակռիվներ գնացին Փաշինյանի եւ կաթողիկոսի միջև, այնտեղ ասես ստեղծեք քաղաքական կուսակցություն, որովհետեւ եթե դրան եք ձգտում, թող եկեղեցին դառնա քաղաքական մարմին, հետո ասես լավ, ես քաղաքական նախարարների հետ չեմ մրցակցում, հետո ներողություն խնդրեց եկեղեցուց։ Մի խոսքով այդ բանավեճը չգիտեմ հիշում եք չէ։ Ինչու է եկեղեցին ընդհանրապես դիտարկվում Փաշինյանի համար քաղաքական մրցակից, Փամփուջյան։ Քաղաքական մրցակից չի դիտարկվում, եկեղեցին դիտարկվում է ինստիտուտ, որը կարող է համախմբել, հա, հասարակության կամ հասարակության ինչ որ մի ստվար զանգվածի։ Կարծում եմ, ավելի քան անգամ վստահ եմ, որ այս անգամ, հա, կարծեք թե ոչինչ չկար, կաթողիկոսը գնաց Շվեյցարիա, այնտեղ ընդունեցին արցախահայության Արցախի զգայուն վերա այդ թեմայով, այդ նույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը Ալբանիայում սուրճ էր խմում Ալիևի եւ Էրդողանի հետ։ Այնտեղ նրան ասեցին, որ դու կարծում եմ, սա ենթադրում եմ, ես չեմ ասում ինֆորմացիա, սա վերլուծություն է, որ դու անընդհատ գալիս ես ուզում ես մենք խաղաղության կանքենք, բայց դու որը ենթադրում է բազմաթիվ, հա, բարդ հարցեր քո հասարակության ներսում, դու սկես էլեմենտար հարցերը չես կարողանում լուծել։ Դու ո՞նց ես հետո լուծելու այն հարցերը։ Ենթադրում եմ, որ դա է, որովհետև ինքը անմիջապես հետ գալուց հետո սկսեց այս կամպանիան։ Սկսվեց կամպանիան, երբ որ կաթողիկոսը այնտեղ բարձրացրեց Շվեյցարիայում Արցախը ակտիվացրեց, հա։ Դա ինքը կաթողիկոսը արդեն Շվեյցարիայում էր, երբ որ ինքը Ալբանիայում հանդիպել էր։ Ըստ Կարեն Վրթանեսյանի, ասում է շատերը բաց եք թողում նաև մի շատ կարևոր հանգամանք, այս եկեղեցու հետ կապված, որ անչափ կարևոր է նաև այս պարագայում եկեղեցու հարստությունը։ Դա արդյոք այդպիսի վարկած, որ գիտեք, այս ձեղումներից բացի նաև աչքում որպես վերլուծաբան միշտ կողմնակից եմ ցանկացած, թեկուզ ամենամանր բաներին բնականաբար ուշադրություն դարձնել, բայց ես չեմ կարծում, որ այսօր դա է ամենակարևորը։ Ես կարծում եմ այնուամենայնիվ այն է ինչի մասին ես խոսեցի, այսինքն թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջն է, եւ իհարկե այն հանգամանքը, որը եւս մամուլում եղավ բան, որ անց են կացվել շատ բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ եւ եկեղեցին դեռևս մնում է, հա, հասարակության կողմից ամենամեծ վստահություն վայելող ինստիտուտներից մեկը, ընդ որում շատ ավելի մեծ, քան ցանկացած քաղաքական գործիչ, քաղաքական ինստիտուտ, քաղաքական կուսակցություն եւ այլն եւ այլն։ Այդ դա հաստատ կարող է վախեցնել իրեն։
Բայց տեսեք, նաև այդ նույն շարքից է, այդ զազրելի հայտարարությունների շարքից է մանկապղծության թեմայի շահարկումը։ Մանկապղծության թեման, եթե նկատեցիք, շատ չչարչրկվեց, մի անգամ գծվեց, դա գծվեց նետվել է դաշտ ամեն դեպքում։ նետվել է դաշտ, ասեմ ինչի համար, դա նետվել է դաշտ արտաքին աշխարհի համար։ Որովհետև մանկապղծության թեմաներ հայ առաքելական եկեղեցու հետ երբեք չի եղել, դա եղել է կաթոլիկի համար, դա այնտեղ բավականին, ծանր է ընկալվում, ընդունվում եւ հասկանալի է նրանց համար բոլորի այդ խնդրեմը, դրա համար գծվեց, դա դրսի աուդիտորիայի համար էր։ Բայց ամեն դեպքում էլի, եթե իրենք անգամ տիրապետում են անգամ նման տեղեկատվության, ասեմ ինչու դա չշարունակվեց, որովհետև օրինակ դրան միանգամից հակադարձեցին դատի կտանք, եթե ունեք, միանգամից փակվեց թեման։ Այսինքն էլի զուտ խոսակցություններ։ Շատ շատերի համար այս ֆոնին քաղաքական շատ կարևոր ու ավելի շատ վերլուծություն պահանջող իրադարձություններ իրականում մնացին այսպես լուսանցքում, որովհետև դա ստեղծվեց օրակարգ, որը իրենց է սպասարկում բնականաբար, որը մամուլն էլ է օգնում, որ սպասարկի իրենց։ Ցավոք, այս պահի դրությամբ մեդիադաշտը չունի այն կոնսոլիդացիան, որ կկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել ու ասել մենք միանշանակ իգնոր ենք անում։ Անգամ այդ որ ասում եք ազգային ժողովի ելույթներ, կառավարության ելույթներ, այսօր էլ կառավարության ելույթում էլի հերթական խոսքով չեմ ուզում դրան անդրադառնալ, որովհետեւ ես միշտ կողմնակից եմ իգնորին, ցանկացած իգնորին, բայց գոնե ինչ որ բաներ կարող են ասվել, որ այսա անում ենք, սա հաստատ չենք անում։ Լինի դա կառավարությունում, ազգային ժողովում, թե պարզապես Facebook-ում։ Մինիմումը դա է։ Բայց դեռ անցած շաբաթվանից սկսած մի քանի օրերի տարբերությամբ ԱՄՆ պետքարտուղարը ու Ռուսաստանի պաշտպանության նախարարը, այո, արեցին հույժ կարևոր հայտարարություններ, չգիտեմ որքան էլ պետք է այսպես ճչացող դա լինի կամ կարմիր գծի նման հնչի կամ վերջնագրի պես հնչի, որ մեր իշխանությունը միգուցե դրա հետ էլ է կապված այս հիմար ակտիվությունը, այս շարժը իր բանախոսության կամ ընդհանրապես կրթվել է նորաձև է այդ թեմայի, ինչով է պայմանավորված այս հայտարարությունների հնչեցումը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում արկա վիճակը, ինչ փուլում է այս պահին, ըստ ձեզ փակուղում է արդյոք, թե ինչ ինֆորմացիայի են տիրապետում ընդհանրապես այդ մայրաքաղաքները Վաշինգտոնը եւ Մոսկվան, աշխարհաքաղաքական կենտրոնները, որ ասենք ուզում են մեզ այս դնեն մատուցում են, ասում են տեսեք ինչ է կատարվում, հեսա Սյունիքից չգիտեմ ինչ է կատարվելու, ճեղքելու են, էս են անելու, կոնկրետ ինֆորմացիա են։ Դա երկու այն գերտերություններն են, որոնք տիրապետում են շատ ավելի շատ ինֆորմացիայի, քան օրինակ Նիկոլ Փաշինյանը։ Հրատարակական էր այդ հարցը, այդ պարզը։ Պարզ է, որ տիրապետում են, բայց այդտեղ ես կարծում եմ միայն տիրապետելը չէր խնդիրը, այլ խնդիրը նաև իր մեջ պարունակում էր հայտարարությունները, պարունակում էին մեսիջ, թեև երբ դա արվում է փաստացի ամենօրյա, այդ կրակոցների ֆոնին, կարող է թվալ շատ դրամաբանական երկուսի հայտարարություններն, որովհետև երկուսն էլ արվել է, մենք գիտենք, որ Սյունիքում, պարզ է, որ իշխանությունները փորձում են դա կոծկել կամ ինչ-որ հիմար արտահայտություններ են անում, որ բանը դա չի խանգարում մեզ եւ այլն, բայց նպատակային չեն, թիրախային։ Նպատակային չեն, թիրախային չեն, բայց հասկանալի է, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նման գերտերությունները նախ հասկանում են, որ թիրախային են, նպատակային են, չի բացառվում, որ նաև, այո, մեսիջ են ուղարկում դիրքավորվելու առումով, որովհետև հասկանալի է, որ երեք օրինակ հայտնի խոսակցություն եղավ 1 ժամ 15 րոպե Պուտին-Թրամփ, որը եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը լուրջ նստել են, բանակցային սեղանի շուրջ, միգուցե այդ ընթացքում
ինչ որ Կարճ կոնտեքստով, հա, Տրամպը ասի, որ գժվել է Պուտինը, Պուտինը ասի, որ տես ինչ են անում ուկրաինացիները, ես միևնույնն է պետք է խփեմ, բայց ընդհանուր առմամբ հասկանալի է, որ նոր Պոտսդամ է պատրաստվում։ Եվ այստեղ ընդամենը ես կարծում եմ նա է, որ մեսիջ են ուղարկում հասկանալու համար պատրաստ է արդյոք այս հասարակությունը նոր Պոտսդամի սահմաններում լինել առանձին պետություն, թե կլինի ինչ-որ մի պետության կազմում, որովհետև ես կարծում եմ հիմա հենց դա է գծվում այնտեղ։ Աշխարհաքաղաքական նոր քարտեզ է։ Այո, աշխարհաքաղաքական նոր քարտեզ է գծվում, ես առիթ ունեցել եմ ասելու իհարկե գծողներից մեկը, առնվազն մեկը, հիմա տենց պարզ չի երևում, բայց կավելանա խոսքը Չինաստանի մասին է, պարզ է, որ այդտեղ հետո ավելի ցածր մակարդակի ռեգիոնալ խաղացողները կավելանան, արդեն իրենց ռեգիոնին վերաբերվող հարցերի շուրջ, բայց գլոբալ առումով, այո, հիմա աշխարհում այդ process-ն է գնում։ Անդրադառնանք մեր impeachment-ի թեմային, որը ոչ պակաս զավեշտալի է, թեկուզ ես չի ուզենա դա վերածվեր զավեշտի իրականում, որպեսզի շատ ավելի իրավական հիմքերով այս ամեն ինչը ավարտին մոտենար տրամաբանական։ Տեսեք, ինձ համար ոչ մի բան զավեշտալի չի։ Ոչ մի բան։ Գիտեք, ով դարձրեց զավեշտալի։ Վերածեցին ինչ որ, չգիտեմ, խրախճանքի, հա, impeachment, հա, լավ, ձգում են ժամանակը, թեկնածուներ են առաջադրում, լավ են անում։ Ես նորից եմ կրկնում, ինձ համար ընդունելի է ցանկացած մեթոդ։ Ցանկացած մեթոդ, լինի դա impeachment, ընտրություն, թե այն ինչը գլուխ է գովում Նիկոլ Փաշինյանը եւ ասում է այո, եթե ես իմանայի այսպես կլինի, ես կանեի 18 թվականը նորից, հա, ինձ համար ցանկացած մեթոդ ընդունելի է։ Այստեղ խնդիրը նրանում է, թե ցանկացած մեթոդով ով որ իրագործում է դա, ունենա ճանապարհային քարտեզ։ Ոչ թե դա լինեն գեղեցիկ բառեր։ Մենք մասնակցելու ենք ընտրության, կրելու ենք, դա ընդհանրապես գեղեցիկ բառեր է։ Մենք impeachment ենք անում, դա գեղեցիկ բառ է։ Եթե տակը չկա դրված այն գործողությունների պլանը, այն ճանապարհային քարտեզը, որով իրավական առումով իրագործվելու է այդ գործընթացը։ Այսինքն հիմա դուք կարծում եք այդ impeachment-ը ձեռնարկած Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի արթունենք շարժումը չի կարող դիմակայել այս իշխանական օրակարգին ու իրավական լուծում տալ այս ամենին։ Ախր դա միայն Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը չպետք է իրավական, ես չեմ տեսնում քարտեզը, բայց քարտեզը նաեւ մենակ իրանք չպետք է տան, քարտեզը կարող է լինել եթե լինի ընդդիմադիր դաշտում կոնսենսուս։ Դուք կարծում եք մենք ընդդիմադիր դաշտ ունենք, պարոն Քոչարյան։ Ես կարծում եմ մենք ունենք խորհրդարանական, արտախորհրդարանական, լավն են թե վատն են այլ հարց է, բայց ընդդիմադիր դաշտ ունենք։ Ինչպես եւ ունենք իշխանական դաշտ։ Ինչքան էլ դա, հա, զավեշտալի է, չգիտեմ ինչ է, բայց դա հիմա դե ֆակտո դա է։ Ունենք այն ինչ ունենք ու ասել որ չունենք այդ նշանակում է հաշվի չնստել իրականության հետ որը բերում է ամենամեծ խնդիրները հենց դրանից է գալիս Բայց դուք տեսնում եք որևէ հենց ձեր նշած գործնական քայլեր չեմ տեսնում ունեցած ընդդիմադիր դաշտի կողմից ավելի շատ իշխանական քայլերն ենք տեսնում մենք իշխանական էլ չեմ տեսնում բայց չեմ տեսնում դրա համար ասում եմ իշխանական խառնակչի սպոնտան ու այդ գժական փոխումներն ենք դե հա այդ դնորություն չէ 7 տարի այդ նույնը տեսնում ենք նես չի որ նոր ինչ որ know-how-ներ կա բացառությամբ ամեն ինչը համեմված արդեն փողոցային լեքսիկոնով դա է know-how-ն իսկ ուր մնաց ընդդիմության կոնսոլիդացիան, որը կարծես թե արտնացում ապրեց ինչ որ թափ ստացավ։ Ինչու՞ է դա ինձանից հարցնում։ Դե որպես քաղտեխնոլոգ եմ հարցնում, Չէ, քաղտեխնոլոգը չի կարա գնա բարիշացնի։ Քաղտեխնոլոգը կարա առաջացնի, առաջարկի, ինչը ես առաջարկում եմ։ Տարբեր մեթոդներ։ Բայց ես չեմ գնալու ասելու մի հատ բանը, այս մատները իրար սերվածրեք կամ մոտիկացրեք, մանկապարտեզ չի։
վերածվել է մանկապարտեզ։ Դե այդ արդեն Մեղմ ասած։ այդ արդեն ցավոք սրտի ոչ միայն իրանց խնդիրն է, այլ նաև դառնում է ամբողջ հասարակության Որովհետև խնդիրը։ հայտարարում ենք ընդունենք ցանկացած տեխնացուի, հետո ասում են չէ, այս տեխնացուն ոնց որ լավը չի։ Առաջարկեք ուրիշ, ու իրենք չունեն առաջարկները, դեպքում ինչի մասին է խոսքը։ Կրկեսի վերածված ընդհանրապես Գիտեք, ես դա միևնույն է։ Ես դրան ոչ կրկես կասեի, ոչ բան, այնուամենայնիվ ինքը process է, որը կարող է, հա, շարունակական ինչ որ գնալ։ Process է։ Ավելի լավ է ինչ որ process լինի, քան ոչինչ չլինի։ Ձեր ասած, թատերական process լինի, կրկեսային ինձ համար նորից եմ կրկնում։ Դա process է, որն ի դեպ բավականին ջղաձգեց իշխանությանը։ Հա? Դուք ասիք, իրենք անում են, այսինքն իրենք եթե այդ չլներ, ինչ պետք է անեին։ Դի շարունակ։ Իհարկե process, չէ, լավ կլինի, որ այդ process ինքը վատ է առայժմ, վատ է այդ process-ը գնում։ Ինքը ինչ որ դեռ խոսակցությունների մակարդակի է, դեռ ավելին ասեմ, բախումների մակարդակի է ընդդիմության ներսում, բայց ինքը process է։ Իսկ ինչ կասեք, այս ինչ սպառնալիքներ ընդհանրապես իր մեջ պարունակում իրական Հայաստան այդ գաղափարախոսությունը, որը այսպես շատ քարոզվում է։ Ես նախ չեմ խորացել այդ ոչ ինչ գաղափարախոսություն։ Իր անունով դա իր ասած գաղափարախոս։ Ինքը իզ մեջ չունի, ինքը տենց է սկզբից, հա, թեև ինքը ինչն է ճիշտ ասում, որ այդ էլ ճիշտ ասի, բայց ոչ թե իրական Հայաստան, այլ այս իշխանությունը ինքը իրենով տեղով ինքը պրոբլեմ է այս պետության, այս հասարակության, այս ազգի, այս ժողովրդի համար։ Որտեղ ինքը անվտանգային առումով պրոբլեմ է, տնտեսական առումով պրոբլեմ է, չգիտեմ, ցանկացած գեոքաղաքական առումով պրոբլեմ է, ցանկացած առումով պրոբլեմ է։ Զրոն ունենք միևնույն է, կարևորը ինչ որ բան անելն է, բայց եթե դա արդյունք էլ չի տալիս։ Գիտեք, ես միշտ զարմանում եմ թե մեր լրատվական դաշտի, թե քաղաքական դաշտի, որ ասում են, «Էս արեցինք, այն արեցինք, արդյունք չտվեց»։ Հələ մի հատ հիշեք նույն Նիկոլ Փաշինյանը քանի անգամ է դա արել ու քանի տարի, որ հետո արդյունքի է հասել։ Գիտեք, տենց բան կա էլի, որ բոլորը ես հասկանում եմ, որ այսօրվա անդիմությունը իշխանություն է եղել, ինքը սովոր չի եղել, հա, երկարատև պայքարի եւ այլն, բայց դա այդպես չի։ Այսինքն եթե ինչ-որ մի բան չի ստացվում, չի նշանակում, որ պետքա թևերը ծալել ու գնալ նստել ինչ-որ միտեղ։ Մեկը ձիվանին, մեկը ազգային ժողովում։ Պետքա պայքարել, շարունակել պայքարել։ Որովհետև նորից եմ կրկնում, հիշեք նույն Նիկոլ Փաշինյանը քանի տարի եւ քանի անգամ ինչ մեթոդներով։ Հետևողականորեն։ Այո։ Դաշտ նետվեց մի հետաքրքիր ինֆորմացիա եւս Սիրիայի այժմյան նախագահ Ալ-Շարան սեպտեմբերին ելույթ է ունենալու ՄԱԿ-ի ամբիոնում մի մարդ, որի գլխի համար աստորեն ահաբեկիչ, այո, որի գլխի համար այդքան փրկագին են ուզել, հիմա աշխարհի միջազգային գլխավոր ամբիոնից ելույթ է ունենալու, այս պարագայում մենք ինչի ենք այսպես փնովում, պարսավում, որ անընդհատ պահանջում ենք այն մյուսներից, այս մյուսներից, Ալիևին բոլոր ամբիոններից էս արեք, այն արեք։ Մենք ինչ ենք ուզում ընդհանրապես, եթե աշխարհը իր երկակի ստանդարտների ոճով իր համար առաջնորդվում ապրում։ Ես վաղուց ոչ մի բան չեմ ուզում, որովհետև ես վաղուց հասկացել եմ, դրա մասին բազմիցս բարձրաձայնել եմ, որ քաղաքականությունը եւ առավել եւս գեոքաղաքականությունը դա ցինիզմ է։ Պարզապես դու պետք է կարողանաս քո շահերը համադրել այդ ցինիզմի հետ, ոչ թե նվնվաս, ոչ թե լացես, ոչ թե խնդրես, այլ միգուցե դու էլ լինես այնպիսի ցինիկ, որ քեզ էլ նկատեն, որովհետև այդպիսին է խաղի կանոնները։ Թեև լինում են ցինիկներ, որոնց կարող են եւ հանկարծ ինչ-որ մի օր չգիտեմ, ասենք,
Սադամ Հուսեյնի կամ Կադաֆիի նման Մտքերս կարդում հա էդ էլ է լինում իհարկե, բայց դա այո, աշխարհաքաղաքականություն է, որտեղ ամենացինիկը դա գերհզորներն են, հա գնալով բնականաբար հնարավորությունների սահմաններում ցինիզմը պակասում է, բայց այն չի վերանա երբեք, որովհետև միշտ եղել է։ Կարդացեք ցանկացած պատմություն, ցանկացած երկրում, լինի դա հին, նոր, միջին դարեր, արևելք, արևմուտք, որտեղ ուզում եք նայեք։ Այդպիսին է խաղի կանոնները, այսինքն ասել, որ, հա, տեսեք, խոսում են դեմոկրատիայից, բան հասկանալի է, չէ՞ որ, ասենք Ռումինիայում նախագահ է ընտրվում, ապաշկերը ասում են դու չես ընտրվել, գնա, մենք որովհետև դու մեր դուրը չես գալիս։ Ինչ դեմոկրատիա, ինչ բան։ Խաղի կանոնների մեջ մտնում ես խաղաս, չէ՞, դուրս արի, սպասի մինչև քո հերթը կգա կամ չի էլ գա։ Լավ, ձեր գնահատականի մեր երկիրը Փաշինյանի գլխավորությամբ կարող է այդ ցինիզմին ցինիզմով պատասխանել։ Ոչ, որովհետև այս իշխանության ցինիզմը Հայաստանի սահմաններից, իրական Հայաստանի սահմաններից դուրս դառնում է կուրկուրի ձակ։ Մենք տեսնում ենք ինչ է նա դառնում։ Ալիևի դեմ, Էրդողանի դեմ, Պուտինի դեմ, Մակրոնին անձրևանոց պահելով, Միացյալ Նահանգներում ինչ որ անձեռոցիկների ֆոնին նկարվելով եւ այլն եւ այլն։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, եղեք ակտիվ մեր Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում շաբաթվա անցուդարձին առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։ Նոր սարդարապաշտություն եւ մեզնի յուրաքանչյուրը պարտավոր